Պատմում է Անտոնինա Մահարին։ Օրերից մեկն էլ սկսվեց ահազանգով։ Մահացել է Շիրազը, լալիս են, ողբում, Հայաստանում սուգ է։ Թաղումից հետո այցի եկավ երիտասարդ մի բանաստեղծ ու պատմեց։ Թագավորական թաղում էր, բոլոր շրջաններից ու քաղաքներից երիտասարդներ էին եկել, պսակներով ու ծաղիկներով։ Ամեն մեկը փորձում էր մոտենալ դագաղին, լալիս, ողբում էին բարձրաձայն, մեծ, շատ մեծ կորուստ է, չկա Շիրազը, հասանք Պանթեոն, նրան արժանի խոսքեր ասվեցին, երբ գերեզմանաթումբը ծածկվեց պսակներով ու ծաղիկներով, կանայք ծնկի իջան ու չէին թաքցնում կորստի ցավը։ Ամայի առանց Շիրազի նա զարդարում էր մեր կյանքը, անբացատրելի կախարդանք ուներ, մեզ թևեր էր տալիս։ Շիրազը կյանքի օրոք տեսավ իր փառքը, վայելեց ժողովրդի սերն ու նվիրվածությունը, ամեն մեկին դա չի տրված։ Հետաքրքիր է, իսկ նա երջանիկ էր, ուրախություն պարգևում էին փառքի դապտիները։ Փիլիսոփաներն ասում են, որ հանճարներն ու բանաստեղծները երջանիկ լինել չեն կարող։ Եթե հավանեցիք տեսանյութը, չմոռանաք թողնել մեկնաբանություն։